Ընտրությունները ավարտվել են, հա, ինչ կարծիք ունեք կեսընտրության արդյունքների վերաբերյալ։ Նկարած թվերն ես չեմ հարցնում, որ շոկ իրավունքին չի քվարկել։ Հետո վերջնան նկարված ռեժիսորված էլի։ Ուսումա Մոսկվայի կողմից, ում ուզում էին անցկացրին ինչ ուզենան Մոսկվայից Այսինքն որ կեղծ է, արդյունքները կեղծ են։ Իսկ ինչ քայլեր հիմա պետք է անի ըստ ձեզ, ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի, թե թողնեն։ Այդքան փող են ծախսել, որ ես չեմ կարծում, որ մանդատները վայր կդնեն, եւ չեմ կարծում, որ իրանք ընդդիմություն են։ Ընդդիմություն չկա տենց։ Չի թողել, որովհետեւ այն քաղաքական պանելը, որ ձևավորել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ջնջելով քաղաքական դաշտ, ինչը հիմա պահպանվում է։ Ինքն էլ ամեն ինչ անում է, որ տենց մնա։ Դրսերի ուժերն են, հա, իրանք դեռ է տալիս։ Դրանք կառավարելի է, ինչ ուզում են անում, դրա համար իրանք պատժ կան։ Ըստ ձեզ որոնք են իրոք իսկապես ընդդիմադիր ուժերում եք համարում։ Դժվարանում եմ ասել։ Ես քվեարկությանը մասնակցել եմ, Գուրգեն Սիմոնյանն եմ քվեարկել, ինքը այդտեղ ճիշտ բաներ էր ասում, նաև լյուստրացիան ամենակարևորը։ Մինչև մեծ մարդ չկա, որ լյուստրացիա անի։ Մաքուր, շատ լավ անցել ընտրությունները։ Այսինքն առանց կեղծիքների։ Առանց կեղծիքների։ Իսկ եթե օրինակ դեռ արդյունքների կեսը չկար ու արդեն վարչապետը հայտարարում է, որ ինքը հաղթել է, նորմալ է։ Գիտեք ինչ կա, ուրեմն ամեն մի կուսակցություն տարածքներում ունենում են իրենց վստահված անձերը, իրենց հանձնաժողովի անդամները։ Նրանք այդ պահին միշտ էլ այդպես է եղել, ուղղակի տվյալ ժամանակ առավոտյան են ասել։ Ասում է, ասենք բոլոր տեղյակ են պահում, այս ինչ տարածքում այսքան ձայն ունենք, այն ինչ տարածքում այսքան ձայն ունենք, ու վարչապետը արդեն կարողանում է հասկանալ, թե իր կոմանդը հաշվում է, զեկուցում է, ցույց է տալի վարչապետն արտահայտում է։ Իսկ հիմա վերահաշվարկ ընթանում ըստ ձեզ այդ վերահաշվարկով ինչ է լինելու։ Ինձ թվում է կարող է այնտեղ չնչին տարբերություններ լինի, ես չեմ կարող հաստատ ասեմ ոչ մի բան։ Չեմ կարող ասել։ Ես չեմ կարող ասեմ ոչինչ։ Կեղծա, կեղծ Չէ, չեմ կարող ասեմ ես։ Այնա այնտեղ մարդիկ կան, որ լավ հասկանում։ Ես գող կդնեմ այն ժամանակ, երբ որ իմանամ, որ ամեն ինչ անցել է արդար, ես ուրախ կլինեմ, որ լինի արդար։ Եթե արդարը անցել, ուրեմն գոհ եմ։ Բայց եթե արդար չի անցել, ես կուզեմ, որ ստուգվեն ամեն ինչ ու լինի արդարություն, որտեղ դա պետք է մտերքել նստային։ Իսկ ըստ ձեզ ընդդիմությունը ինչ քայլեր պետք է անի, պետք է թողնի մանդատները, թե պետք է մտնի ազգային ժողով վերցնեն մանդատները։ Ինչքանով որ գիտեմ, ուժեղ Հայաստանը պետք է հենց այսօր կարծեմ, պետք է բողոքարկեն, որպեսզի նորից քվեարկվի, ես տենց եմ կարծում, որ պետք է նորից քվեարկվի, որ ամեն ինչ լինի արդար եւ թափանցիկ։